Ողջույն սիրելի հայրենակիցներ, այսօր մեր հերթական խոսակցության օրն է եւ ես ուզում եմ արձագանքել երեք Երևանում տեղի ունեցած դատախազության տոնի ժամանակ ինչ որ բան էր կազմակերպվել, որը կոչվում էր եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակ եւ ինչ որ եվրոպաներից դատախազներ էին եկել եւ այդտեղ ելույթ էր ունենում Նիկոլ Փաշինյանը եւ ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, սա շատ կարեւոր է, որ սրան արձագանքենք մենք։ Տեսեք, ասում է իմ կարծիքով Հայաստանի Հանրապետությունում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին։ Նրանք, ովքեր ունեն փող, նրանք, ովքեր ունեն կապեր, նրանք, ովքեր ունեն մեզ համար անտեսանելի պատմություններ, եւ սա լուրջ ֆունդամենտալ խնդրեմ է։ Այդ խնդրին մենք պետք է անդրադառնանք։ Չկա ուրիշ տարբերակ։ Ես կարծում եմ, որ նաեւ մենք պետք է հստակ առերեսվենք այս խնդրին։ Այսինքն, հետ գնալով նույնիսկ մտքին, ասում է Հայաստանում արդարություն ու արդարադատությունը կա միայն նրանց համար, ովքեր ունեն փող, կապեր, ինչ որ պատմությունների մեջ են, հա, եւ իրանք էլիտա են։ Եվ ասում եմ, սա ֆունդամենտալ խնդրեմ է, սրա դեմ պետք է մենք պայքարենք։ Մենք ասում եմ, սրա դեմ պետք է պայքար մղենք, առերեսվենք, ես շատ գիտեմ ինչ անենք, բան, ու տեղից sense պլավնի անցում են կատարում ապօրինի գույքի բռնագանձման այդ օրենքի այդ հարցերին։ Հիմա ես ուզում եմ այս թեմային անդրադառնալ, Ժորժ ջան, պատկերացրեք իրավիճակ։ 9 տարի առաջ անարդարության զգացումով լցված 100,000-ավոր մարդիկ դուրս են եկել փողոց, խոսքը 2018 թվականի մասին է։ Եվ ցույցերով, երթերով, աննազանդության ակցիաներով իշխանության են բերել Նիկոլ Փաշինյանին։ Եվ ամբողջ իշխանությունը իրեն է պատկանում արդեն 8-9 տարի։ Ընդ որում ես ասեմ, բացարձակ իշխանություն ա տվել ժողովուրդը իրան, այն իմաստով, որ առաջին խորհրդանը 18 թվականի ինքը 73% ձայն ա ունեցել, դրանից առաջ Երևան քաղաքի ընտրությունների ժամանակ 83% ա ձայն ստացել ժողովրդից, հետո 2021 թվականին պատերազմում պարտությունից հետո 54% ձայն ա ստացել, այսինքն էլի մեծամասնություն, հիմա էլ 49%։ Այսինքն անգամ 8 տարի անց այս ընտրությունները բնականաբար բազմաթիվ խնդիրներով են անցել, լեգիտիմության լուրջ խնդիր ունի, բայց այս ընտրությունները հիմա լավ թողնենք։ Սահմանադրական դատանի որոշմանը սպասենք, այն որ մտան բոլորը սպասում են այդ որոշմանը, բայց անգիտ գիտեն ինչ ալնելու։ Այդ մի կողմ, Ժորժ ջան, այս մարդը ստացել է այսքան իշխանություն, այս ժողովուրդը արդարության, արդարադատության ծարավով շարունակում է ԴՀԿ-ի, բանկերի, դատարանների, ոստիկանության, հակակոռուպցիոն կոմիտեի, ես շատ գիտեմ ինչ հիմնարկների դռներին դեգերել իր արդարությունը փնտրել, յուրաքանչյուրն իր ոլորտում, կապ չունի որտեղ։ Եվ մեկ է վարչապետը գալիս ինչ որ դատախազների ժողովի ժամանակ դատախազության տոննա, հիշեք էդ, դատախազության տոննա եղել երեք, ինչ որտեղ բանի հանրային հեռուստաընկերության աշտարակի վրա իրենց գովազդներ դրած դրոնով նկարել ցույց էին տալիս հարկատուների հաշվին, բայց դա էլ թողնենք, գալիս ասում է Ժողովուրդ ջան, ես ուզում եմ մի բան ասեմ։ Այսինքն ինքը ըստ էության խորհրդանական ընդդիմության դերն է կատարում։ Ինքը վերցրել խորհրդանական ընդդիմության դերը ու ասում է, այս երկրում արդարություն չկա, այս երկրում արդարադատություն չկա։ Այդ ամեն ինչը միայն հասանելի է էլիտաներին, փողատերերին։ Ինչի խորհրդանական ընդդիմությունը դա չի ասում։ Օրինակ պարլամենտական ընտրությունների ժամանակ, քաղաքաշարժի ժամանակ մենք ասել ենք, մեր թեմաներից մեկը եղել է արդարադատությունը, արդարությունը, որովհետև մենք բարձրագույն դատական խորհրդի առջև արել ենք ակցիա քաղաքաշարժի ժամանակ։ Եվ այդ հարցը հասցեագրել ենք, այդ հարցը բարձրացրել ենք, որ երկրում արդարություն չկա, խայտառակ վիճակ է։ 8 տարի անց ռեֆորմները տապալված են, ոչ մի բան չկա։ Մենք որպես արտախորհրդանական օպոզիցիա դա արել ենք։ Բայց այն օպոզիցիաները, ովքեր որ հիմա պիտի խորհրդանում անեին 5 տարի, ձեն չկա այդ մասով արդարությունը հասանելի է ժողովրդին, թե չէ, սովորական ժողովրդի մասին է Ժողովուրդ ջան, սովորական ժողովրդի։ Ոչ թե ինչ որ նախկինում մինիստր աշխատած մարդու ում ապօրինի գույքով դատում են գույքը որ խլեն, ինքն է մի 60 advocat ունի պաշտպանվում է։ Այդ մարդկանց մասին չի։ Եվ վարչապետն ինչ ասում է, էլիտաներին է հասանելի։ Եղբայր, հենց էսի մի հատ բան ասեմ։ 8 տարի է ժողովուրդը քեզ տվել է բացարձակ իշխանություն, էլ ոսկյա մանդատ, էլ պողպատյա մանդատ, էլ չագուչով մանդատ, էլ չգիտեմ ինչ մանդատ, այս անգամ արդեն պարզ չի թե այս ինչ մանդատ է, սա բացարձակ անհասկանալի մանդատ է ստացել, ու գալիս ես ու օպոզիցիայի դերն ես դու կատարում։ Դու գալիս ես ու ինքդ քեզ ես քննադատում։ Ասում ես, այս երկրը մեզքան բան ենք անում կամ չգիտեմ, դատավորների աշխատավարձն ենք բարձրացրել, դատախազների, պարզվեց սահմանադրական դատանի դատավորների աշխատավարձն են բարձրացրել, բոլորի սոցիալական վիճակը լավացրել է, բայց աղքատ, սովորական, լավ միջին խավի ժողովուրդը շարունակում է ունենալ արդարության ծարավ, որովհետև այդ արդարությունը, այդ արդարադատությունը իրան հասանելի չի։
Եվ սրա մասին բանը մեղայականով ներկայանում է Նիկոլ Փաշինյանը դատախազների ժողովին եւ մեղայականով ցուցմունք է տալի, ասում է Ժողովուրդ ջան, արդարությունը էլիտաներին է միայն հասանելի եւ ով փող ունի նրանց։ Յորդ ինչի մասին է այս քննարկումը։ Այս ինչ ենք անում։ Այս 8 տարին գնացել է մեր բոլորի կյանքից։ Այս 8 տարվա մեջ մենք կարող էինք ունենալ արդար դատական համակարգ, եթե ռեֆորմները չտապալվեին։ Այս 8 տարվա մեջ այդ իր ասած թալաննա, այննա, ինչ որ խոսվում է։ Այդ ցախ կարող էր վերադարձվել, այդ ցախ խնդիրները կարող են լուծվել։ Չի արվել ոչ մի բան։ Եվ այս քարոզարշավի ժամանակ էլ դրա մասին խոսեցինք։ Բայց էլի ժողովուրդը տարե ձայնը տվել է այս իշխանությանը, որը որ համիշխանություն է, համ ինքը իր անդիմությունն է, ինքը իրանից բողոքում է, ինքը իրան քննադատում է, ինքն ասում է մենք ոչ մի բան չենք կարող անենք, մենք դպրոց չենք կարող սարքենք, մենք վատ ենք ասֆալտ անում, մենք արդարություն չենք հասնում ժողովրդին, էլիտաներին հասանելի արդարությունը փող ունի նրան, բա դու խի ես եկե վարչապետ դառել։ Ինչի համար է ժողովուրդը բերեց քեզ տվեց այս իշխանությունը։ Որ դու ինչ անես, որ ժողովի ժողով գաս ասես ժողով ջան արդարություն չկա, էլիտաներին ասա, ով փող ունի նրանց հա, բա մենք ինչ ասենք, մենք ինչ անենք։ Ժողովուրդը սովորական ժողովուրդը ինչ ասի, եթե դու ինքդ եկի այդ դա արձանագրում անում ես, սովորական ժողովուրդը դիմի, որ ժողովուրդը հույս է ունեցել միամտորեն, մտածել է, որ դու այդ հարցերով ես զբաղվում 8 տարի է, այդ խնդիրներն ես դու լուծում։ 8 տարի անց ընտրություններն էլ հաղթած վիճակով, եկի ասում ես ախպեր, sense պրոբլեմ կա, պետք է այս պրոբլեմը լուծենք։ Արա 8 տարի է չեք լուծում, չես լուծում, ինչ եք անում, 8 տարի է, ինչ բան եք։ Ինչով եք զբաղված։ Ես կա նայում եմ այդ ելույթը, կարդում եմ տեքստը, ասում եմ, արա այս մարդը բանը շարունակում է մնալ օպոզիցիոներ։ Շարունակում է մնալ օպոզիցիոներ։ Ինքը պետք է նենց անի, որ սովորական ժողովրդին արդարություն հասանելի լինի։ Ոչ մի բան չի արել, եկել ասում է ժողովրդին արդարություն հասանելի չի։ Բայց ոնց պետք է անենք, արա։ Հիմա այդ ապօրինի գույքին անդրադառնամ։ Ժողովուրդ ջան, այս ապօրինի գույքի process-ներով, որ այսքան մեծ խոսում են, խայտարակ բաներ են տեղի ունենում։ Ապօրինի գույքի process-ներով ապացուցվում է մի բան, որ ովքեր որ թալանել են մեր պետությունը, մեր երկիրը, նրանք վերջնաաշխարհով շահած են դուրս գալիս։ Բացատրեմ թե ինչպես։ Օրինակ վերջին դեպքը Իշխան Զաքարյանի հետ կնքված հաշտության համաձայնությունն է գլխավոր դատախազության եւ Իշխան Զաքարյանի միջեւ։ Իշխան Զաքարյանը հիմա իշխանության ամենամտերիմ եղբայրներից է դարձել։ Չգիտեմ ոնց է եղել դա, չեմ կարող ասեմ։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանը ելույթ ունում ամբիոնից Իշխան Զաքարյանի տան մասին, կոռուպցիայի, որն է թալանշի է եւ այլն եւ այլն։ Հիմա Իշխան Զաքարյանը իրանց աղբերն է, լավ։ Հիմա ինչ է տեղի ունեցել։ Ասենք պատկերացրեք մեկը պետությունից ինչ որ պաշտոն ունենալու ժամանակ գողացել է $100, լավ $100,000։ Նախ պետքա գլխավոր դատախազությունը գտնի այդ $100,000։ Գլխավոր դատախազությունը գտնելու ընթացքում ինչ որ process-ներ են տեղի ունենում, ինչ որ դեպքերում ասում են վաղեմության ժամկետը անցել է, գտել ենք, բայց չենք կարող խլենք։ Всё գնաց այդ փողը այդ մարդը վայելեց։ Երկրորդ տարբերակն եմ ասում։ Երկրորդ տարբերակում գլխավոր դատախազությունը հարազրեց գտնում է 60,000-ը։ Այն 40-ն արդեն իրանա մնացել։ Սա պայմանական թվեր եմ ասում։ Այս 60,000-ի վերաբերյալ բանակցում են, դատի են տալի իրար, դատի են տալի advokatներ, դե փողեր են աշխատում, բան, վերջը, օրինակ Իշխան Զաքարյանի դեպքում, գալիս են հաշտության, օրինակ, ասում ախպեր ջան, պայմանական, արի այս գտածդ $60,000, որի 40-ն արդեն չեն գտե, ֆիքսեք, 40 մնացել է իրան, այս գտածդ $60,000-ից արի 30-ը ես տամ պետությանը, 30-ն է մնա ինձ, հաշտություն կնքենք վերջ, այսինքն վերջնահաշվարկում ինչ է տեղի ունենում։ Մարդը որ ժամանակին թալանել է իր երկիրը, մեր երեխեքի ապագան, մեր բոլորի, վերջնահաշվարկով ոնց ուզում ես իրան բռնի, ինքը շահեկան է դուրս գալի։ Նիկոլ Փաշինյանի հիմնադրած մեխանիզմներով այդ մարդիկ դուրս են գալի շահեկան։ Դրա համար հիմա Նիկոլ Փաշինյանի օրոք եղած պաշտոնյաները նայում են, ասում են ախպեր, բա մենք քիչ թալանենք։ Ո՞վ է պատասխան տվել, որ մենք հետո պատասխան տանք։ Ո՞վ է պատասխան տվել։ Ոչ մեկ։ Ում ձերից են սաղ գողացածը խլել, ոչ մեկի, ինչ որ բան վեկալել է, ինչ որ բան մնացել է։ Մարդիկ կան այնպես գույքի բաներ են ստացել, որ ծիծաղում են, ասում են, արա, խի ուրեմն ես այդքան եմ թալանի, ամոթ չի, արա, ես ինչեր եք անում, արա, չեք ամա, չեմ ասենք։ Ասենք մարդը, ասենք $50 միլիոն բանա թալանը, $4 միլիոն հայց են ներկայացնում են մարդու դեմ, այդ մարդը մի 10 հատ advocat ավարտում է 4 միլիոնի համար էլ կռիվ տալի, վերջում 2-ը թողա պետությանը։ Այն 40 քանի միլիոնը մնացել է իրան։ Ու ծիծաղում է այդ մարդը, հասկանում եք։ Ասում ես ով են սրանք, արա, այս ինչ են անում, այս ովքեր եք դուք։ Ուտեղ այդ սիտուացիա, մեկը գայթնում է Նիկոլա, ասում է ժողովուրդ ջան, ուզում եմ ձեզ մի բան ասեմ, որ այս անդեր արդարությունը, այս անդեր արդարադատությունը
Հասանելի է մենակ փող ունեցող մարդկանց, էլիտաներին, կապեր ունեցողներին, ինչ որ պատմությունների մեջ եղած։ Մեր ժողովուրդը արդարություն չի տենում։ Դա ով է ասում, ասենք դու։ Ո՞ս ես ասեմ, այս հարցերը ոչ մեկ չի անդրադառնում, այս հարցերից ոչ մեկ չի խոսում։ Բոլորը ինչ որ ազգային հարցերի մեջ են խորացած, ազգային հարցերն են քննարկում։ Սովորական ժողովուրդը շարունակում է մնալ արդարության ծառավ։ Արդարության, սովորական, բազային արդարության։ Ամենօրյա ռեժիմով բախվում է անարդարությունների հետ։ Այն մարդիկ, ովքեր որ հարստահարել են մեր պետությունը տարիներ շարունակ, այդ մարդիկ այսօր ավելի լավ են ապրում, քան այն ժամանակ։ Դե այն ժամանակ ուշադրության կենտրոնում էին, հիմա չէ։ Դե այն ժամանակ ուրիշ համակարգ էր, հիմա ուրիշ համակարգ է։ Հիմա դատի են տվել, բան քննարկումներ ագնեմ, ժողովներ են անեմ, ելույթներ են ունենեմ, եսի ինչ են անեմ, ԶԼՄ-ներ են պահում, բան սենց վերջում էլ գնում ասում են ախպեր ջան, դե լավ, եկեք մի հատ հաշտություն կնքենք, մի բան թողանք պետությանը, հենա մենք ռեգալ ենք գնանք։ Այսինքն մարդը չի կարող հիմնավորի, որ իր $100,000 որտեղից, հա, ոչ մի ձևի։ Գնեմ ասում ախպեր եկեք, կեսը ձեզ, կեսը ինձ, ու պետությունը համաձայն բնա։ Ու դա ուղերձա բոլոր պաշտոնատար անձանց, ովքեր նա ինչ որ ինչ որ բանի բյուջեի վրա նստած քերեմ են այս պահին, ինչ որ տենդեր են լափում, այդ պաշտոնյաների համար ուղերձա, որ ախպեր ջան, ում են բռներ, ով է պատասխան տվել, որ դու տաս։ Ինչ ես անհանգստանում ասում եմ։ Կերեք, ու տմեն։ Մենք չի այդքան անորակ շինարարությունները։ Ինչ են բոլոր պետական ծառայություններն այդքան անորակ։ Ոնց է լինում, որ այդ մարդիկ անդադար հարստանում են։ Չեք տեսնում ոնց են ձեր աչքի առաջ հարստանում։ Աշխատավարձերի, ասենք, բազմակի աճերով բաներով։ Տենց։ Նայում ես մենովա պատասխան տվել, որ մենք տանք։ Այն օրը մեկն ասում է, մեկա Նիկոլաս թիմը պատասխանը, դա ասեմ արանալ ավելի ամուր արա։ Ով տվեց պատասխան, որ այն վերջի 20 քանի տարվա համար, որ դե մի Նիկոլաս թիմից մեկը պատա, ով պետք է տա։ Ով, ոնց պետք է տա։ Ոնց ախրանիկներով ման են գալի, տենց ախրանիկներով ման են գալի։ Դոլարային միլիոնատեր գողավազակ թալանչիները։ Ով է իրանց բան ասել ընդհանրապես։ Ով կարա իրանց բան ասի։ Նիկոլի իշխանությունն ավելի շատ է իրանց է, քան սովորական ժողովրդին են, քյասիվ, քյուսուբ են, որ հելել էին փողոցները, փագում էին, ցույցեր էին անում։ Ինչի մասին է խոսքը, էսի չեք քննարկում, էսի ինչ եք պատմում։ Բա գիտես թե բան է եղել։ Արդարությունը հասանելի է, ես այնքան եմ բանը ջղայնացած էս ամեն ինչի վրա։ Նայ մյուս կողմից բան է, անելանելիություն է, որովհետև մի ելք կար, հնարավորություն կար խորհրդանական լծակներ ստանալու, այս process-ների ազդելու, ժողովուրդը որոշել է, որ sense խորհրդանն էլ այս ձևով է ձևավորվել։ Հիմա հեսա նիստերը կգումարվի, կտեսնեք ինչ խորհրդան է ձևավորվել։ Բա ժողովուրդ ջան, ես եմ ուզում ձեզ ասեմ, ովքեր արդարության ծարավ ունեն, ծարավ, արդարության ծարավ, գրեք կոմենտներում, արձագանքեք ձեր մոտեցումները ներկայացրեք, ասեք համաձայն եք, թե համաձայն չեք, ասեք կարող արդարությունը հասանելի է, ժողովուրդը արդարություն է տենեմ ամեն օր, մենք խաբար չենք, չգիտենք։ Նրանց Նիկոլ լավ գիտի, ասում ես քարոզարշավի ժամանակ բոլորի հետ շփվել եմ, բոլորի հետ շփումը ցույց տվեց, որ այս ժողովրդին արդարությունը հասանելի չի, բացարձակ։ Ու ժողովուրդը այս հարցը դրել է մեր առաջ։ Քանի հատ ընտրություն դի դու գնաս գյուղերով մանգազ որ ջոգես օրելի արդարությունը հասանելի չի։ Հասանելի չի, ոչ մեկին։ Ոչ մեկին։ Մենակ ձեր կրուգին է հասանելի, մեկ էլ են թալանչիների, ձեր աղբեր դառած թալանչիների կրուգին։ Էս է իրավիճակը ժողովուրդ ջան։ Արձագանքեք, տարածեք եւ իմացեք, որ չի մնալու այսպես։ Չենք համակերպվելու, չենք հանձնվելու։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։ Լավ մնացեք։